Բարև ձեզ, այսօր լուծելու ենք 5-րդ դասարանի օլիմպիադայի խնդիրներ, կարդում եմ առաջին խնդիրը։ Սոնան երկու կարկանդակի և մեկ գաթայի համար վճարեց 420 դրամ, իսկ Նունեն նույն տեսակի մեկ կարկանդակի և երկու գաթայի համար 480 դրամ, քանի դրամ պետք է վճարի Անին այդ նույն տեսակի մեկ կարկանդակի և մեկ գաթայի համար։ Նրանք, ովքեր ցանկանում են ստուգել իրենց գիտելիքները, կարող են դադարեցնել տեսանյութի դիտումը, փորձեն ինքնուրույն լուծել խնդիրը, հետո ստուգեն ճիշտ են լուծել խնդիրը, թե ոչ։ Մինչ լուծման անցնելը խորհուրդ եմ տալիս բաժանորդագրվել իմ YouTube-յան ալիքին, քանի որ նման հետաքրքիր տեսանյութերի տեղադրումը ալիքում շարունակական է լինելու և այսպես ներկայացնեմ լուծումը։ Խնդրում ասվում է, որ երկու կարկանդակի և մեկ գաթայի համար Սոնան վճարել է 420 դրամ, իսկ Նունեն նույն տեսակի մեկ կարկանդակի և երկու գաթայի համար 480 դրամ։ Խնդիրը մեզանից պահանջում է պարզել, թե Անին ինչքան գումար կվճարի նույն տեսակի մեկ կարկանդակի և մեկ գաթայի համար։ Որպեսզի ավելի հասկանալի ու պատկերավոր լինի ձեզ համար, ես գրեմ, տեսեք, երկու կարկանդակ գումարած մեկ գաթա հավասար է 420 դրամ։ Երկու կարկանդակն ու մեկ գաթան արժե 420 դրամ, իսկ մեկ կարկանդակը և երկու գաթան 480 դրամ։ Մեկ կարկանդակ գումարած երկու գաթա հավասար է 480։ Հիմա, եթե մենք ուշադիր նայենք, կտեսնենք, որ եթե գումարենք Սոնայի և Նունեի գնացները, կստացվի 3 կարկանդակ և 3 գաթա, որովհետև երկու կարկանդակ մեկ գաթան Սոնան էր գնել, մեկ կարկանդակն ու երկու գաթան Նունեն։ Եթե գումարենք նրանց գնացները, միասին կստացվի 3 կարկանդակ և 3 գաթա։ Այսինքն 420-ին գումարում ենք 480, ստանում ենք 900։ Սրանից հետևում է, որ 3 կարկանդակ գումարած 3 գաթան հավասար է 900 դրամ։ Եթե 3 կարկանդակն ու 3 գաթան հավասար է 900 դրամ, ապա մեկ կարկանդակն ու մեկ գաթան կարժենան 300 դրամ, 900-ը բաժանած 3-ի, 900-ը բաժանած 3-ի հավասար է 300։ Մեկ կարկանդակ գումարած մեկ գաթա հավասար է 300 դրամ։ Պատասխան 300։ Գրենք պատասխանը։ Անցնենք հաջորդ խնդրի լուծմանը։ Պարկում կա 10 սպիտակ, 8 կապույտ, 6 կարմիր և 4 դեղին գնդիկներ։ Առանց պարկի մեջ նայելու, ամենաքիչը քանի գնդիկ պետք է հանել պարկից, որ դրանց մեջ անպայման լինեն 1 սպիտակ և 1 կարմիր գնդիկ։ Նրանք, ովքեր ցանկանում են ստուգել իրենց գիտելիքները, կարող են մի պահ դադար տալ և փորձեն լուծել այս խնդիրը։ Հիմա ներկայացնեմ լուծումը։ Պարկում կա 4 տարբեր գույնի գնդիկներ՝ սպիտակ, կապույտ, կարմիր և դեղին։ Կա 10 սպիտակ, 8 կապույտ, 6 կարմիր և 4 դեղին գնդիկներ։ Մեզանից խնդիրը պահանջում է հետևյալը. ամենաքիչը
քանի գնդիկ պետք է հանել պարկից առանց նայելու, որպեսզի դրանց մեջ անպայման մեկը լինի սպիտակ, իսկ մյուսը կարմիր գնդիկ, այսինքն 100% հավանականությամբ մի գնդիկը լինի սպիտակ, իսկ մյուս գնդիկը կարմիր։ Նախ հասկանանք, թե պարկում քանի սպիտակ և կարմիր գնդիկներ կան։ 10 սպիտակ և 6 կարմիր, այսինքն պարկում կա 16 սպիտակ և կարմիր գնդիկներ։ Գրենք. Պարկում կա 16 սպիտակ և կարմիր գնդիկներ։ Փակագծերի մեջ գրենք 10-ին գումարած 6, որպեսզի իմանանք, թե ինչպես ստացանք այս 16-ը։ Հիմա մենք պարզեցինք, որ պարկում կա 16 սպիտակ և կարմիր գնդիկ, իսկ քանի գնդիկ կա կապույտ և դեղին գույնի պարկում։ Կա 12 կապույտ և դեղին գույնի գնդիկներ։ Գրենք. Ինչ է ստացվում։ Մենք տեսնում ենք, որ պարկում կա 12 կապույտ և դեղին գնդիկներ։ Սրանից հետևում է, որ եթե պարկից հանենք 12 գնդիկ, ապա կա հավանականություն, ճիշտ է, շատ քիչ է այդ հավանականությունը, բայց ամեն դեպքում այդ հավանականությունը կա հավանականություն, որ բոլոր գնդիկներն էլ կլինեն դեղին և կապույտ գույնի։ Իսկ եթե 12 գնդիկ հանելուց հետո հանենք ևս 11 գնդիկ, ապա հաստատ մենք կարող ենք պնդել, որ գնդիկներից մեկը կլինի սպիտակ, իսկ մյուսը կարմիր գույնի, որովհետև եթե 12 գնդիկ հանելուց հետո հանում ենք ևս 11-ը, ապա առնվազն այդ գնդիկներից մեկը կլինի սպիտակ, իսկ մյուսը կարմիր գույնի, քանի որ պարկում ընդամենը 10 սպիտակ գնդիկ է, և այսպես 12-ին մենք կգումարենք 11, հավասար է 23, այսինքն պարկից առանց նայելու պետք է հանել առնվազն 23 գնդիկ, որպեսզի անպայման մեկը լինի սպիտակ, իսկ մյուսը կարմիր գնդիկ։ Պատասխան 23։ Հիմա լուծենք վերջին խնդիրը։ Կարդում եմ խնդիրը. Անին գիրք էր կարդում, երբ նա կարդաց 102-րդ էջը, նկատեց, որ գրքից մի քանի թերթ պոկվել է, և հաջորդ էջի համարը իր կարդացած վերջին էջի նույն թվանշաններից կազմված եռանիշ թիվն է։ Քանի թերթ էր պոկվել գրքի այդ մասից։ Նրանք, ովքեր ցանկանում են ստուգել իրենց գիտելիքները, կարող են դադարեցնել տեսանյութի դիտումը, փորձեն ստուգել իրենց գիտելիքները։ Ներկայացնեմ լուծումը։ Այս խնդիրը լուծելու համար նախ և առաջ չպետք է շփոթել թերթը էջի հետ։ Սրանք նույն բաները չեն։ Մեկ թերթը բաղկացած է երկու էջից։ Կրկնում եմ, գրքի մեկ թերթը բաղկացած է երկու էջից։ Անին, երբ հասավ 102-րդ էջին, նկատեց, որ մի քանի թերթ պոկվել է, և հաջորդ էջի համարը իր կարդացած վերջին էջի նույն թվանշաններից կազմված եռանիշ թիվ է։ Անիի կարդացած վերջին էջը 102-ն է, այսինքն պոկված թերթերից հետո հաջորդող էջը կազմված է 1, 0, 2 թվերից, եռանիշ թիվ է։ Որ թվերն են հնարավոր։ Նախ եկենք պարզենք։ Հնարավոր տարբերակներն են։
120-ը, 201-ը և 210-ն է, այսինքն այս երեք թվերից մեկն է, որովհետև այս թվերը բաղկացած է 1, 0, 2 թվերից, թվանշաններից։ Հիմա ստուգենք այս բոլոր երեք տարբերակները, բայց մինչև ստուգելը մենք արդեն իմացանք, որ մեկ թերթը բաղկացած է երկու էջից, դա նշանակում է, որ պակասող էջերի քանակը պետք է լինի զույգ թիվ, պակասող էջերի քանակը կենտ թիվ լինել չի կարող, քանի որ մեկ թերթը բաղկացած է երկու էջից։ Հիմա ստուգենք 120-ը։ Եթե պակասող թերթերից հետո հաջորդող էջը լիներ 120-ը, ապա բացակայող էջերի քանակը կլինի 17, 119-ից հանած 102, հավասար է 17, իսկ մենք գիտենք, որ 17-ը կենտ թիվ է, հետևաբար 120-ը չի կարող լինել։ Ստուգենք մյուս տարբերակը, 201-ը։ Եթե պակասող թերթերից հետո հաջորդ էջը լիներ 201-ը, դա կնշանակեր, որ 98 էջ պակասում է, ինչը զույգ թիվ է և հնարավոր է, որ այդպես լինի, այսինքն 200-ից հանած 102 հավասար է 98, այսինքն շատ հնարավոր է, որ լինի հենց այս տարբերակը, և վերջին տարբերակն էլ ստուգենք։ Եթե պոկված թերթերից հետո հաջորդեր 210 էջը, ապա պակասող էջերի թիվը կլիներ 107, ինչը ևս կենտ թիվ է և լինել չի կարող, այսինքն 209-ից մենք հանում ենք 102, ստանում ենք 107, ինչ է ստացվում, 120-ը լինել չի կարող, 210-ը լինել չի կարող, ստացվում է, որ հաջորդ էջը 201-ն է, քանի որ միայն այս դեպքում է, որ պակասող էջերի թիվը զույգ է։ Դե եթե պակասող էջերի թիվը 98-ն է, ապա 98-ը բաժանած 2-ի հավասար է 49, գրենք 98 բաժանած 2-ի հավասար է 49, այսպիսով մենք գտանք պատասխանը, որ 49 թերթ գրքից պոկվել է, քանի որ 98 էջ բացակայում է, իսկ մեկ թերթը երկու էջ է, հետևաբար 98-ը բաժանեցինք 2-ի, ստացվեց, որ 49 թերթ բացակայում է, պատասխանն է 49-ը։ Այսքանը, եթե հավանեցիք տեսանյութը, կարող եք լայք դնել, նրանք, ովքեր հարցեր ունեն խնդիրների լուծման հետ կապված, կարող են իրենց հարցերը գրել մեկնաբանության դաշտում, ես սիրով կպատասխանեմ, ցտեսություն, կհանդիպենք։